Ինչպես արդեն Գոհարը նշեց, այսօր խոսենք սոցիալի հետազոտություններից մեկի մասին, թե ինչպես համավարակը ազդեց Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների վրա։ Թվում է, թե համավարակից արդեն ահագին ժամանակ է անցել 2 տարուց ավելի, բայց ամեն դեպքում այս կամ այն չափով դեռ ազդեցությունը, հետևանքները զգում ենք բոլորս տարբեր առումներով և միայն առողջապահական խնդիր լինելուց դատ, այսինքն մենակ հանրային ոլորտի խնդիր լինելուց դատ կորոնավիրուսի համավարակը նաև ազդեց տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ոլորտների վրա և էապես ազդեց աշխատանքային շուկայի վրա, աշխատանքային հարաբերությունների, աշխատանքային իրավունքների վրա և այս հետազոտությունը իրականացնելիս մեր առջև այն խնդիրներն էին, թե ինչպես կարողացավ պետությունը առհասարակ արձագանքել այդ հարցերին, ինչպես կարողացավ կորոնավիրուսի հետևանքները մեղմել, ինչ քաղաքականություններ որդեգրեց, ինչքանով էին այդ քաղաքականությունները առնչվում կանանց հարցերին, ինչ գաղափարական հենքեր ունեին առհասարակ և կանայք որպես խոցելի խումբ, ինչպես ազդեց կորոնավիրուսը կանանց վրա, աշխատավայրում ինչ խնդիրներ ունեցան, անվտանգության ինչ հարցերի բախվեցին և ինչքանով կարողացավ այդ պետության կողմից իրականացվող, տրամադրվող սոցիալական, տնտեսական ծրագրեր ինչպես ազդեցին, ինչպես արձագանքեցին կանանց աշխատանքային խնդիրներին ու առհասարակ որպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտի վրա մեծ ազդեցություն ունեցող խնդիր համավարակը, ինչքանով բերեց այդ պետության համար այդ հեռանկարը սոցիալական արդարության, քանի որ մարդիկ սոցիալապես ակտիվ տուժեցին և արդյոք պետությունը ունի հիմա այդ հեռանկարը, թե հետագայում նման ճգնաժամային իրադրություններում ինչ կարելի է անել։ Եվ այս հետազոտական հարցերը ունենալով որպես ուղենիշներ, մենք նախաձեռնեցինք 2021 թվականին հետազոտությունը, որը եռափուլ հետազոտություն էր, առաջնային փուլում այդ տվյալների երկրորդային վերլուծություն իրականացվեց, քարտեզագրվեցին այդ բոլոր ծրագրերը, որոնք պետության կողմից իրականացվում էին, պարետական որոշումները, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերը կամ հետազոտությունները, որոնք արձագանքում էին կանանց և կանանց աշխատանքային իրավունքներին և այս փուլում հավաքագրված տեղեկատվություններ հիմք հանդիսացավ գործիքի մշակման համար արդեն փորձագիտական հարցազրույցների համար, ոլորտի պատասխանատուների հետ, ովքեր առանձնացրեցին այն թիրախային խմբերին ու ոլորտները, որոնք էլ ավելի տուժեցին համավարակով պայմանավորված և արդեն երրորդ փուլում որպես համավարակից առավել տուժած խումբ հարցազրույցներ ու փոքր խմբային տրիադաների տեսքով քննարկումներ իրականացրել են կանանց հետ, նրանց փորձառությունը, աշխատանքային իրավունքներին առնչվող հարցերը բացահայտելու համար։ Ինչպես ցանկացած հետազոտություն, այս դեպքում ևս կան խնդիրներ և թեման ինքնին զգայուն էր իրավունքների հարց, աշխատանքային իրավունքների հարց և կանայք շատ ժամանակ չեն կարողանում ազատ խոսել այն խախտումների մասին, որոնք որ տեղի են ունեցել աշխատավայրում տարբեր պատճառներով, սոցիալական խնդիրներից ելնելով, վախ ունենալով, որ կկորցնեն աշխատանքը, կամ ինչ-որ ձևով կվնասեն գործատուին ու այս խնդիրներից ելնելով կարելի ասել, որ խուսափում էին ինչ-որ հարցերին պատասխանել, փորձում էին ավելի ականջահաճո պատասխաններ տային ու առհասարակ նաև հենց կանանց
դրանց հասնելն ու գտնելն էր բարդ մեզ համար, քանի որ աշխատանքային իրավունքի թեման լսելուց արդեն կարծես մի քիչ փորձում են հետ կանգնել ու դժվարությամբ կարողացանք այդ դաշտային փուլը իրականացնել։ Մյուսն էլ ավելի փորձագիտական մակարդակում ունեցած հարցազրույցների ժամանակ ունեցած խնդիրներն են։ Անընդհատ հիշեք կադրային փոփոխություններ են տեղի ունենում եւ այդ որոշում կայացնող պաշտոններում մարդիկ էին փոխվում ու կարծես այդ տեղեկատվությունը հիմնված էր հենց անհատների վրա, հա, այսինքն եթե այդ պաշտոնում այդ մարդը չկար, այդ ինֆորմացիան արդեն ընդհատված, հատվածային էր դառնում ու չկար այդ համակարգային, այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, որը մեզ թույլ կտար ավելի հեշտությամբ ու ամբողջական տեղեկատվություն ստանալ ու բացի այդ նաև այդ լեզվի ոչ զգայուն լինելու հարցն էր փորձագետների շրջանում, որ կարծես հաշվի չէր առնվում կանանց հնարավորություններ են միջավայրեր ու այն բազմազանությունը, որը կար եւ այդ զգայունությունը չկար լեզվի մակարդակում։ Ես արդեն նշեցի, որ աշխատաշուկան այսինքն առաջնային այդ ազդեցությունը հենց աշխատաշուկայի վրա տեղի ունեցավ կորոնավիրուսի եւ աշխատաշուկայի վրա ոչ համաչափ ազդեցություն ունեցավ, այսինքն կային ոլորտներ, որոնք էլ ավելի, որոնք անկախ դրանից խոցելի էին մինչև համավարակներ եւ համավարակով պայմանավորված էլ ավելի խոցելի դարձավ եւ եթե այստեղ մի քանի վիճակագրական տվյալներ ուղղակի այն փոփոխությունը հա թե մարտ, ապրիլ ու մայիս ամիսներին 2020 թվականի դրությամբ օրինակ գրանցված կազմակերպությունների փոփոխությունը, հա, օրինակ մարտին ավելի շատ է եղել, ապրիլին այդ կազմակերպությունները ահագին նվազել են գրանցված կազմակերպությունները եւ մայիսին նոր կարողացել է մի քիչ ավելի աճ գրանցել ու նույնն էլ աշխատողների մասով այս պարագայում ուղղակի հիմնականում նվազել է, հա, համեմատությամբ մարտի տվյալների եւ փորձագետների ու ընդհանուր այդ վիճակը, հա, այդ 20 թվականի մարտի 16-ից սկսած այդ տնտեսության այն սահմանափակումները, որ տնտեսության տարբեր ճյուղեր ունեցան, այդ ամեն ինչը հաշվի առնելով կարող են առանձնացնել ընդհանուր թե ինչ ոլորտներում, հա, ամենաշատը այդ խնդիրները առաջացան, այստեղ նաև մեջբերումներ կան հենց հարցազրույցներից, թե փորձագիտական, թե կանանց հետ ունեցած հարցազրույցներից, հիմնական մեծ կարծես այսպես տուժած ոլորտներից մեկը շինարարությունն էր, ընդհանրապես համավարակը ազդեց աշխատողների վրա եւ մեծամասամբ բացահայտվեցին հենց չգրանցված աշխատողների այդ հարցը եւ այս շինարարության ոլորտը հենց այն ոլորտն է, որտեղ մարդիկ առանց պայմանագրի ուղղակի աշխատում էին եւ համավարակի արդյունքում դադարեցվեց գործունեությունը, մարդիկ կորցրեցին եկամուտը եւ տուժեցին նաեւ մյուս առումով այն հարցով, որ չկարողացան ոչ մի կերպ օգտվել պետության կողմից տրամադրվող ծրագրերից, քանի որ գրանցված աշխատող չեն եւ ըստ էության էլ ավելի խոցելի դարձան, մյուս ոլորտը, որտեղ այս ոլորտում կանայք ամենամեծ ներգրավվածություն ունեն ծառայությունների մատուցման եւ սպասարկման ոլորտ, այստեղ ներառված են մեծածախ, մանրածախ առևտուրը, ռեստորանային այդ ոլորտը, այսինքն մատուցողների աշխատանքը եւ սա այն ամենամեծ մյուս ոլորտն է, որը շատ ուշակ ակտիվություն ունեցավ նորից եւ երրորդ խումբ ոլորտը կարելի է այսպես ասել, այդ մշակույթ, զվարճություններ, հանգիստ, այդ ոլորտներ, այստեղ կարող ենք առանձնացնել օրինակ, չգիտեմ, մասնավոր արվեստի դպրոցները, որոնցում որ կանայք էլի ակտիվ ներգրավված են տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտը, որը նորից ամենախոցելի ոլորտներից մեկն էր ու գիդերը ավիաընկերություններում աշխատողները հիմնականում կանայք էին եւ քանի որ սահմանները փակ էին, այդ ոլորտը էապես դուժեց։ Հյուրընկալության ոլորտի մասով, այսինքն այստեղ ավելի շատ նկատի ունեն հյուրանոցային
բիզնեսը, որտեղ կհիշեք, որ COVID-ը երբ սկսվեց, այդ բարակի շղթան կոտրելու համար մարդկանց փորձում էին այդ կոնտակտավոր անձանց հյուրանոցներում տեղավորել եւ շատ փորձագետներ, թե հասարակական ոլորտից, թե պետական սեկտորից գտնում են, որ այս ոլորտը հյուրընկալության այդքան էլ շատ այդ հյուրանոցային ոլորտը չի տուժել, քանի որ պետությունը կարծես փորձում էր բիզնեսին օգնել եւ պետությունը իր վրա մեծ բեռ է վերցրել տնտեսական ու այս մասով հյուրանոցային բիզնեսը ինչքան էլ հարմարվում է տուժված, բայց այդքան էլ տուժված չէ։ Եթե փորձենք այսպես մարդկանց խմբեր առանձնացնել, թե ովքեր ամփոփելով, թե ովքեր ավելի շատ տուժեցին, ես արդեն խոսեցի, որ աշխատող մարդիկ տուժեցին եւ բացահայտվեցին այդ բիզնեսները, որոնք թաքցրել են աշխատողներին, ինչ որ անօրինական ճանապարհներով չեն գրանցել մարդկանց եւ մարդիկ չեն կարողացել օգտվել այդ ծառայություններից պետության կողմից տրամադրվող կանայք որպես մեծ խումբ խոցելի եւ այստեղ նկատի ունենք բռնության ենթարկված կանայք, միայնակ մայրերը, ովքեր որ ընտանիքում միայնակ իրագրող են կամ իրենց խնամքի տակ ունեն երեխաներ եւ միաժամանակ աշխատում են կամ իրենց խնամքի տակ ունեն հաշմանդամություն ունեցող անձիկ, փակ հաստատություններում աշխատող կանայք, քանի որ համավարակի օրերին այս հաստատություններում նորից կանայք մեծ ներգրավվածություն ունեն, մանկատներ, ծերանոցներ եւ համավարակի օրերին նրանք 15 օրը մեկ հերթափոխով են աշխատել, այսինքն 15 օր կտրված են եղել իրենց ընտանիքներից, երեխաներից եւ ամբողջ այդ ընթացքում այդ հաստատություններում են եղել նպաստառու ընտանիքներ, ովքեր որ այս որոնց պարագան, որ ամենաշատն են չգրանցված աշխատողները, այսինքն մարդիկ հատուկ գիտակցված փորձում են թաքցնել այդ իրենց աշխատանքը, որպեսզի օգտվեն այդ ծառայություններից եւ տարեց մարդիկ, որոնք թե վարակի տեսանկյունից էին ավելի հայտ, առողջապահական առումով էին ավելի խոցելի եւ թե նաեւ տնտեսական ու եթե արդեն հենց անդրադառնանք այն տվյալներին, թե այսինքն կանանց հարցը մեր համար, թե որպես հետազոտական կազմակերպություն, որի համար միշտ հետաքրքիր է կանանց հարցը, կանանց խնդիրները, նաև դրանից բացի, այսինքն դա որպես մի պատճառ, որ այս թեման ուսումնասիրել ենք, դրանից բացի նաև վիճակագրական տվյալներն են խոսում այն մասին, որ կանայք առանց այդ անորոշ անկայուն պայմաններում էլ ավելի խոցելի են դառնում եւ տվյալներն ցույց են տալիս, որ Հայաստանում աշխատանքային շուկայում զբաղված է կանանց ընդամենը 41%-ը եւ աշխատանքային տարիքի 10 կնոջից միայն 4-ն են ունեցել աշխատանք այս 2020 թվականի տվյալներով եւ առհասարակում հենց այդ չգրանցված աշխատողների մեջ էլ կանայք նորից մեծ մաս են զբաղեցնում, մոտավորապես 69%, այնինչ տղամարդիկ ավելի քիչ մասն են կազմում եւ 2019-ի, այսինքն 2019-ից մինչև 21 թվականի տվյալները, եթե համաշխարհային մակարդակում նայում ենք աշխատատեղերի առումով, կանայք ավելի շատ աշխատատեղեր են կորցրել եւ ավելի քիչ են կարողացել վերականգնել, քան տղամարդիկ ու այս պայմաններում կարող ենք ասել, որ ընդհանրապես համավարակը գենդերային հավասարության այդ իրադրության հետընթաց գրանցեց եւ հենց այդ ուժած ոլորտներում կանայք մեծ ներգրավվածություն ունեն, այսինքն այն կանայք, ովքեր մասնակցեցին մեր հետազոտությանը, ներկայացնում էին առևտրի ոլորտը, սնունդ թե հագուստ, տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտը, թեթև արդյունաբերության ոլորտը, սննդի, ժամանցի կազմակերպումը եւ ծառայությունների մատուցումը ու առհասարակ նաեւ հենց
այլ ուժած ոլորտներում կանայք միշտ այդ ընթացքում համավարակի առաջնային այդ օղակներում են եղել տարբեր ծառայություններ, առողջության ու խնամքի տարբեր անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործընթացում։ Այսինքն կանայք, եթե այսպես ամբողջացնենք, թե ինչ խնդիրների են բախվել իրենց աշխատանքային իրավունքների հարցում, կարող ենք առաջի բլոկ խնդիրները այսպես պայմանականորեն ձևակերպենք որպես աշխատանքային պայմանների էական փոփոխություններ եւ դրա մեջ ներառվում է հեռավար աշխատանքի խնդիրը, այսինքն կանանց համար դա նոր մի բան է եւ նրանք էլ ավելի ծանրաբեռնվածությամբ էին աշխատում տնից, հաշվի առնելով նաեւ այն, որ հերիք չի իրենց աշխատանքներ պետք կազմակերպել, այլ նաև երեխաներ կային, որոնց հեռավար կրթություններ պետք ապահովել եւ հեռավար աշխատանքի անցնելը կարծես էլ ավելի շատացրել էր այդ ծանրաբեռնվածությունը, կանայք առանց գրաֆիկի էին նաև աշխատում, թե մինչև համավարակը 10-ից 6 աշխատանքային այդ գրաֆիկով են, այս պարագայում կարծես ավելի էր այդ աշխատանքը շատացել, որի դիմաց նրանք ոչ լրացուցիչ վճարվել են, ընդհակառակը մի հատ էլ շատ դեպքերում կրճատվել էր այդ աշխատավարձը եւ օրինակ սպասարկման ոլորտում, սննդի առևտրում, մեծ մոլերում աշխատանքը նորից այդ հեռավար աշխատանքն էր, այդ ձևով էր կազմակերպում աշխատանքը եւ մարդկանց խնդիր կար, առևտուրն էր նաև օնլայն դարձել այդ մեծ խանութների, սուպերմարկետների դեպքում եւ մարդկային ռեսուրսների խնդիրը կար, մեկը բարակվում էր, մյուսները պետք է ավելի ակտիվ ու շատ աշխատանք կատարեին, որ կարողանային լրացնել այդ բացը, քանի որ նոր աշխատող ընդունելներ գործատուի կողմից ինչ-որ դժկամությամբ ընդունվում։ Չգիտեմ, այստեղ ընթացքում կարող եք նաև մեջբերումներն կարդալ, ես այդքան չեմ դրանց վրա կենտրոնանալ։ Մյուսն էլ, այսինքն էլի աշխատանքային պայմանների փոփոխության հետ կապված այդ ծանրաբեռնվածությունը բերում էր նրան, որ կանայք չեն կարողացել հանգստյան օրեր ունենալ, այսինքն եթե խանութներում աշխատող կանայք, չգիտեմ, շաբաթը մեկ կամ ամսվա մեջ որոշ օրեր կարողացել են նախկինում մինչև համավարակը հանգստյան օրեր ունենան, ապա այս պայմաններում կարծես ոչ հանգստյան օրեր կային, ոչ կարողանում էին իրենց հասանելի օրվա ընթացքում ընդմիջման ժամերից օգտվել եւ ինչքան էլ այսինքն դա որպես պրոբլեմ ու անարդարություն ընկալում էին, զգում էին, բայց միևնույն ժամանակ չէր սահմանվում դա որպես աշխատանքային իրավունքի խնդիր, աշխատանքային իրավունքի ոտնահարում ու շատ դեպքերում ձևակերպվում է, որտեղ սիրում եմ աշխատանքս, նորմալ է իմ համար, որ թեկուզ ընդմիջման ժամերին գործատուի պահանջով շարունակում եմ աշխատել։ Ես նշեցի, որ նաև միայնակ մայրերը մեծապես տուժեցին ու դա նաև նրանց համար լրացուցիչ ֆինանսական խնդիրներ առաջացրեց, քանի որ երեխաները հեռավար կրթության էին անցել ու կար այդ անընդհատ հասանելի ինտերնետ ունենալու հարցը երեխաներին կրթությունից չզրկելու համար ու կանայք ստիպված են եղել ոնց որ ավել ժամեր աշխատել, որ այդ ֆինանսական բեռը կարողանան լուծել։ Բացի այդ, կհիշեք, որ հանրային տրանսպորտը նաև սահմանափակվեց համավարակի այդ սկզբնական էլ սուր շրջանում եւ սա նաև նորից այդ ֆինանսական խնդիր առաջացրեց, չնայած գործատուները պարտավոր էին ապահովել այդ ամեն ինչը, բայց այդ տաքսիների համար լրացուցիչ վճարելը ևս լուրջ սոցիալական խնդիր է եղել կանանց համար։ Այն ոլորտներում, որոնք առհասարակ դադարել էին դադարեցված էր որոնցում գործողությունը, այդ խանութներն էին, հագուստի օրինակ, տուրիզմի ոլորտներ,
որտեղ եկամուտ չկար եւ գործատուներ անկախ նրանից պայմանագիր ունեցել են, թե չեն ունեցել այդ կանայք, այսինքն հրաժարվել են գործատուները ամբողջական վճարել կանանց աշխատավարձը եւ շատ դեպքերում շատ չնչին գումարներ են կամել վճարել եւ սա առիթ է եղել, որ կանայք որպես այլընտրանք ուղղակի դուրս գան իրենց աշխատանքից եւ սա խնդիր չի եղել այն կանանց համար, ովքեր որ ընտանիքում այլ աշխատող են ունեցել, իրենք չեն եղել միայնակ կերակրողը եւ այդ առումով կարողացել են գոնե ինչ-որ չափով լուծել այդ հարցը կամ էլ օգտվել են պետության կողմից տրամադրվող միանվագ ծառայություններից աջակցության, որի մասին հետո կանդրադառնամ։ Եվ մարտի 16-ին, երբ այդ լոքդաունը հայտարարվեց, ըստ պարետատան բոլոր գործատուները պարտավոր էին ապահովել անվտանգության կանոնները, աշխատավայրում, այդ դիմակների, ախտահանիչ միջոցների արկայություններ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա այդքան այդպես չի եղել եւ օրինակ տարի արտադրամասերում եւ մեծ ծավալի աշխատանքներ են ունեցել անելու, կանանց գործատուները պարտադրել են, որպեսզի մնան եւ ավարտեն, անկախ նրանից, որ օրենքով սահմանված կարգով պետք է արդեն չաշխատեն եւ կանայք իրենց դժգոհություն են հայտնում, որ անորոշության այդ վիճակն էր, այսինքն չգիտեն այդ վարակը ինչ կլինի, ոնց կազդի եւ նրանց ստիպված են եղել աշխատել մինչեւ կավարտեն այդ ծավալները։ Ու եթե ինչքան էլ գործատուները փորձել են ինչ-որ ապահովել ինչ-որ միջոցներով, ամեն դեպքում կանայք նշում են հատկապես սպասարկման, առևտրի ոլորտում աշխատող կանայք, որ գործատուներին ձեռնտու էր ապահովել այդ անվտանգության կանոնները, քանի որ մենք էինք հանդիսանում իրեն ցամաշ շահույթ բերող, այսինքն եթե մենք հիվանդանայինք, գործատուն շահույթ չէր ունենա, այսինքն ինքը իր շահերից ելնելով է ապահովել այդ անվտանգության կանոն պայմանները, բայց կանայք շատ դեպքերում նաև ստիպված են եղել իրենց դրամական միջոցներով այդ դիմակներով այդ ամեն ինչը ապահովել սեփական առողջության համար։ Եվ նաև ցավոք այն են դեպքերը, որ կանայք ուղղակի ստիպված են եղել փոխել աշխատանքի ոլորտը, գեղեցկության սրահներում մարդիկ չեն ունեցել հաճախորդներ, չեն ունեցել եկամուտ, տուրիզմի ոլորտում, որը էլ ավելի էր տուժել COVID-ով պայմանավորված եւ կանայք չնայած ծախսել էին մեծ ռեսուրսներ, իրենց մասնագիտությունը ունենալու համար ժամանակ, թե ֆինանսական ռեսուրսներ եւ ցավոք նշում են, որ այլևս այդ ոլորտ վերադառնալ նրանց համար շատ ռիսկային է, քանի որ չգիտեն, ոչ մի երաշխիք չունեն, որ հետագայում կկարողանան խուսափել ու կկարողանան հաղթահարել այս խնդիրները։ Եվ ունենալով այս բոլոր խնդիրները, պետությունը ինչ-որ ձևով փորձեց արձագանքել տարբեր տնտեսական, սոցիալական ծրագրերի միջոցով, քաղաքացիական հասարակությունը իր հնարավորությունների չափով փորձեց արձագանքել, տարբեր կազմակերպություններ իրենց շահառու խմբերին փորձեցին աջակցություն տրամադրել, կլինի դա հումանիտար աջակցություն, խորհրդատվական աջակցություն կամ զուտ տեղեկատվական ինչ-որ արշավներ սկսեցին իրականացնել եւ միջազգային կազմակերպություններն էլ իրենց հերթին փորձեցին ինչ-որ չափով օգնել, աջակցել, նաեւ պետությանը աջակցել եւ հիմա արդեն երբ երկուսից ավելի տարի անցել է, մենք չենք տեսնում, որ ինչ-որ ձևով այս ծրագրերը գնահատվել են, մոնիտորինգ է իրականացվել եւ արդյոք մենք պատրաստ ենք նորից նման իրավիճակներում ապագայում հայտնվելու դեպքում պատրաստ ենք դրանց լուծումներ տալ եւ
Նաև այդ ծրագրերի խնդիրների մասին կուզենամ խոսել, թե ինչ, այսինքն անայք իրենց փորձառությամբ նաև որ կիսվում էին, ովքեր օգտվել էին այդ ծրագրերից, ինչ խնդիրներ են նկատում։ Առաջինը մատչելիության հարցն էր, քանի որ պետությունը ներդրել էր այդ էլեկտրոնային համակարգը, որ այդ ծրագրերին դիմողները պետք է այդ համակարգով մտնեին, լրացնեին, սակայն այդ համակարգը ինքնին իր դժվարություններն ուներ, մատչելի չէր, քիչ տեղեր կտեսնենք, որ գրված էր կամ ինչ-որ վիդեոների ձևով, հստակ որ քայլից հետո ինչ քայլ պետք է արվի ու ինչ պետք է արվի ու շատ դեպքերում կանայք ուղղակի դիմել են ու համակարգը չի, այսինքն ընդհատել գործընթացը, բայց դիմել են ու վերջում պարզվել է, որ չեն ստացել այդ աջակցությունը իրենց համար անհասկանալի պատճառներով, այսինքն այդ համակարգի ոչ մատչելի լինելու համար։ Իրականության խնդիրն էր մյուսը, որ այսինքն պետությունը փորձում էր հասնել ամենախոցելի խմբերին և դրանից ելնելով փորձում էր կարծես ինչ-որ զանգվածային մոտեցում ցուցաբերել ու բոլորին ներառել, այսինքն ավելի լայն շերտերի եւ դա իր հետ բերում էր ինչ-որ լրացուցիչ բյուրոկրատիա, ավելի ծանրաբեռնվածություն, այսինքն այդ թիրախային չէր իրականացվում այդ աջակցությունը եւ հասցեականության խնդիրը կար, որ ամենախոցելիներին չէր հասնում այդ աջակցությունը, այսինքն հենց այդ չգրանցված աշխատողներին, որոնց որ դժվար էր գտնել ու իրականացնել, հասանելիության հարցն էր, որ զուտ այն իմաստով, որ շատ դեպքերում մարդիկ չեն ունեցել այդ ինտերնետի հասանելիությունը կամ այդ տեխնիկական միջոցների համակարգչի հասանելիությունը, որով կարողանան դիմել մուտք գործել ընդհանրապես այդ համակարգ ու նաև մեր իրականության մեջ մարդկանց իրավական կարգավիճակը ու նրանց իսկական կարգավիճակը կարծես չի համապատասխանում, մարդիկ կարող է ամուսնացած են, բայց դա ոչ միտեղ գրանցված չէ եւ այդ տվյալների նույնականացման հարց կա, հա, որից ելնելով նորից խնդիրներ են առաջացել։ Ընդհանրապես տվյալների բազաները ամեն գերատեսչություն ուներ իր տվյալների բազան, որոնք իրար հետ համադրելի չէին, որոնք կամ էլ համադրելուց ինչ-որ կրկնություններ էին բերում ու այս ծրագրերը լինելով կարճաժամկետ ծրագրեր, այսինքն երկարատև հեռանկարում ոչ ոք չէր պատկերացնում, հա, այս ծրագրերի երկարատև հեռանկարը որն էր, այսինքն դրանք ուղղակի ուղղված էին այդ պահին, այդ խնդիրը լուծելու, իսկ այդ կորոնավիրուսը լիքը խնդիրներ առաջացրեց ու շատ արագ տեմպերով առաջացրեց, որոնց շատ ռեակցիոն արագ լուծումներ էին պետք եւ շատ դեպքերում կառավարության արձագանքը ժամանակավրեպ էր դառնում, հա, խնդիրները այնքան արագ էին առաջանում, որ մինչև մի խնդրին փորձում էին լուծում տալ, արդեն կարծես անցնում էր այդ խնդիրը։ Եվ ինչպես ասեցի, մինչև հիմա ու նաև այդ ծրագրերը տրամադրելուց առաջ էր հասկանալի է ժամանակային սղության պատճառով, բայց մոնիտորինգ չէր արվում, այսինքն հստակ կարիքները չէին հասկանում մարդկանց եւ հիմա էլ արդեն 2 տարի անց մենք մենակ տեսնում ենք, որ ինչ-որ թվային հաշվետվություններ կան, հա, պետության կողմից, այսինքն բովանդակային ինֆորմացիա, թե ինչքանով են դրանք արդյունավետ, ինչ խնդիրներ կան, այս ամեն ինչի մասին չի քննարկվում։ Եվ նաև այստեղ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող այդ ծրագրերի խնդիրներն, քաղաքացիական հասարակությունը ինչ խնդիրներ ունեցավ, իր ռեսուրսների ներածին չափով քաղաքացիությունը եւս փորձում էր օգնել կանանց, բռնության ենթարկված կանանց, աջակցություններ տրամադրել եւ նաեւ հումանիտար աջակցություն տրամադրել ծերերին ու այլ մարդկանց եւ համայնքային մակարդակում կարծես, այսինքն այդ համայնքային ներկայացուցիչների հետ աշխատանքը քաղաքասարակության համար բարդ էր այն առումով, որ կարծես դա դիտարկվում էր որպես քաղաքասարակության պարտադիր անելիք, հա, այսինքն եթե ինչ-որ մի բան թերի էր արվում, քննադատվում էր դա, պետք է հաշվի առնենք, որ քաղաքասարակությունն է ռեսուրսների խնդիր ուներ, շատ ծրագրեր տարբեր կազմակերպությունների համար
գուցե ընդհատվեցին այդ ընթացքում եւ ինչ-որ սեյվինգներից էր փորձում աջակցություն տրամադրել եւ այդ վերաբերմունքի խնդիրը կար, հա, որ պարտավոր են անել քաղաքասարակության ներկայացուցիչները ու նաեւ իրար մեջ այդ համագործակցության հարցը, այսինքն բացն է քննարկվում որպես խնդիր, որ օպտիմալ չի եղել այդ համագործակցությունը, հա, ու գուցե բոլորը նույն խմբերին են աջակցել, ինչ-որ խմբեր պարզապես դուրս են մնացել այդ աջակցությունից։ Կանայք, ովքեր որ օգտվել էին պետության կողմից տրամադրվող այս աջակցության ծրագրերից, հիմնականում դրական էին գնահատում իրենց փորձառությունը, հաշվի առնելով, որ այդ պահին, որ իրենք աշխատանք չեն ունեցել, պետության կողմից թեկուզ այդ փոքր աջակցությունն է թեկուզ միանվագ, բայց ինչ-որ կենցաղային հարցեր լուծելու հնարավորություն է տվել, եւ ովքեր որ դիմել ու ստացել էին այդ աջակցությունը, դրական էին գնահատում այդ փորձառությունը եւ մեդիաներից, սոցիալական մեդիաներից կամ թեկուզ հենց գործատուներից, նրանց միջոցով էին իմացել այդ ծրագրերի մասին, բայց այստեղ նաև գալիս ենք այն մատչելիության խնդրին, որ երիտասարդ կանայք ինքնուրույն կարողացել են կազմակերպել այդ գործընթացը, դիմել այդ օնլայն համակարգում գրանցվել, դրացնել, բայց ավելի մեծահասակ կանանց համար այդ մատչելիության հարցն է եղել եւ տանը ընտանիքում աղջիկները, հարցները կամ գործընկերուհիներն են օգնել այդ համակարգից օգտվել ու այն կանայք, ովքեր որ մերժում են ստացել նրանց համար այն խնդիրն է առաջացել այդ հետադարձ կապի բացակայությունը պետության կողմից, հա, չեն իմացել, այսինքն իրենք իրենց պատկերացումներով, այդ չափանիշներով համապատասխանել են, հա, իրենց համար համապատասխանել են, բայց ըստ էության, երբ այդ մերժումը ստացել են, այսինքն նրանց համար հարց է առաջացել, թե ինչու։ Ընդհանրապես նաև կուզենայի խոսել այն մասին, որ կանայք արդեն ասեցի, որ ինչքան էլ այսինքն ինչքան էլ ընդունել են, որ ինչ-որ անարդար զգացում են ունեցել աշխատավայրում, ամեն դեպքում այդ խնդիրները չեն սահմանում որպես աշխատանքային իրավունքների խնդիրներ ու նույնիսկ պայմանագիր ունենալով հանդերձ շատ դեպքերում այդ պայմանագրի կետերին ծանոթ չեն եղել, չեն փորձել իրենց իրավունքները պաշտպանել եւ շատ դեպքերում գործատուները նաեւ օգտվել են այն հանգամանքից, որ կանանց համար դա աշխատանքային առաջին փորձն է եղել եւ ուղղակի շահագործել են ինչ-որ մի պահից սկսած կանանց համար հիմք է հանդիսացել ուղղակի, այսինքն խզել հարաբերությունները այդ գործատուի հետ եւ այս բոլոր սոցիալական ամբողջ խնդիրների այս փաթեթը ունենալով ու տեսնելով նաև պետք է հասկանալ, թե ընդհանրապես ինչ տեսլական կա, հա, ապագայի համար, ապագայում այդ սոցիալական արդարության տեսլականը ինչպես է պատկերացնում պետությունը, ինչ կարելի է անել, այս հետազոտությունը ու հասարակ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ մարդիկ խոցելի են, աշխատողները խոցելի են եւ չգրանցված աշխատողների մեծ թվականակ ունենք Հայաստանում եւ մարդիկ շատ դեպքերում գիտակցված են, այսինքն գնում այդ քայլին ներառված լինելով անապահովության նպաստ համակարգում, գործատուներն էլ իրենց տեսանկյունից հարկ չվճարելու համար մարդկանց չեն գրանցում եւ խնդիրն այն է, որ մարդիկ սոցիալական երաշխիքների կարիք ունեն, հա, այսինքն մարդկանց եթե ցույց տան, որ իրենց գրանցված լինելու արդյունքում իրենք հնարավորություն կունենան օգտվել այս կամ այն ծառայություններից կամ այսօր իրենց գրանցված լինելը կապահովի, որ ավելի մեծ տարիքում կենսաթոշակ ունենան, ավելի ապահովված լինեն, մարդիկ շահագրգռված ու մոտիվացված կլինեն գրանցված աշխատանք ունենալուն եւ իրենց իրավունքները աշխատանքային պաշտպանելուն ու թվում է, թե այսինքն անցավ այսքան ժամանակ եւ
մոռացանք կորոնավիրուսի մասին, բայց ամեն դեպքում աշխատանքային իրավունքների չկարգավորված հարցերը, բացերը դեռ մնում են արդիական ու թե հետագա ուսումնասիրման, թե լուծումներ գտնելու ու կարգավորման տեղ են բացում։ Ես երևի չգիտեմ այսքանը, եթե հարցեր կամ ինչ-որ դիտարկումներ կան։ Շնորհակալություն Մարիա, ձեր ներկայացման համար։ Ես մի բան եկավ, երբ որ մենք պետք է արդեն ձեռք բերենք պատվաստանյութերը, մինչ այդ պետությունը պահանջեց, որ գործատուները ստիպեն աշխատակիցներին PCR թեստ հանձնեն, այլապես նրանք աշխատավայրեն մոտ չեն գործի, բայց շատ գործատուներ այդ պարտավորությունը իրենց վրա չվերցրեցին եւ դա մնաց աշխատողի վրա, իսկ շատ աշխատող կանայք ցածր աշխատավարձ են ստանում ու դա լրացուցիչ բերվեր, որ միապել 7000 թե 15000 դրամ մուծեն PCR թեստի համար շաբաթական կարծեմ։ Սա ինչ խնդիրներ բերեց, դուք ուսումնասիրել եք։ Չէ, կոնկրետես հետազոտության շրջանակներում, այսինքն պատվաստման հարցերը առանձնահատուկ չեն քննարկվել, բայց այսինքն այդ պատվաստանյութերը պատվաստվելը հանրային առողջության հարցեր ու որպես այդպեսին ես խուսափեի դիտարկել, հա, որպես աշխատանքային իրավունքների ոտնահարում ու նաև սոցիալական մասով ոտնահարում, այդ պատվաստումը համաշխարհային գործընթաց էր, այսինքն բոլոր տեղերում տեսնում էին, որ այդ պատվաստումները ընթանում են եւ հենց թեկուզ հենց ստիպողաբար շատ դեպքերում, բայց դա նաև հանրային առողջությունն էր ապահովում, այսինքն այդ ընդհանուր իմունիտետի ձևավորում, որ հնարավորություն էր տալիս որ մի պահից վերջ դնել այդ համավարակին, բայց կոնկրետ հետազոտության ժամանակ այդ հարցերին կանայք իրենք չեն անդրադարձել ամեն դեպքում, ում հետ խոսել ենք պատվաստված են եղել եւ դա որպես առանձնահատուկ խնդիր չեն դիտարկել, չէ։ Շատ մերսի հետազոտություն ներկայացնելու համար, կարծում եմ մեր աշխատանքներում էլ այսպես հետազոտությունները շատ կարևոր են մնալը։ Այստեղ մենք մի անգամ ուղղակի ֆեմինիստական տարբեր գրականություն վերաբերյալ literature review են կարել, ու այդտեղ ֆեմինիստ տեսակետները ասում են, որ կանանց տղամարդկանց միջև COVID-ի ժամանակ exposure gap կա, այսինքն թե ինչքանով է ավելի հավանականությունը, թե կորոնավիրուսը կվարակվեն, թե ոչ, ու հատկապես շեշտը դրվում էր բուժաշխատողների վրա, որը ամբողջ աշխարհում բուժաշխատողների 70%-ը կանայք են, ու այստեղ տարբեր կողմերից վերլուծվում էր, թե օրինակ կանանց իրավունքները, բուրկակի բուժաշխատողների իրավունքները, հատկապես բուժքույրերի իրավունքները ոնց են խախտվել համավարակի ընթացքում, ու այստեղ նաև մի սեգմենտություն կար, որ շատ կանայք բուժքույրները մտնում էին ինֆորմալ էլի տնտեսության մեջ, երբ որ օրինակ արդեն տարբեր տներով գնում էին տարբեր բուժօգնություն ցուցաբերելու համար ու արդեն ինֆորմալ կերպով էր իրականացնում բուժօգնությունը, ու այստեղ էլի այդ խնդիրը կար, որ արդեն չգնացած աշխատող են եւ ոչ մի տեսակի ապահովություն չունեն, ու այստեղ ապահովություն հենց նկատում են բառացի, այսինքն երբ որ ուղղակի զուտ իրենք չունեն համապատասխան բժշկական անվտանգության հետ կապված տարբեր բաներ, ու մի շատ հետաքրքիր բաներ կար, որ բարձել են ֆեմինիստ հետազոտողները, այդ էներ, որ այդ protective բան կոչված է, որ համազգեստները, այդ կոչվածը շատ ժամանակ կարված է տղամարդկանց համար, եւ տղամարդկանց հայտնի համապատասխան է դա, եւ ինքը ոնց որ կին բուժաշխատողներին հայտնել իրաց, իրանց հակով ուղղակի չի եղել։ Իսկ շատ ուրիշ երկրներում դրանց բան է եղել, պակաս է եղել, որովհետև Չինաստանը հենց ամենասկզբի ամիսներին համավարակի ուղղակի բացարձակապես սկսել է չարտահանել այդ բաները, ու դրա հետևանքով աշխարհի շատ երկրները հիվանդացել ուղղակի չի եղել այդ ամեն ինչ, որովհետև բուժաշխատողները, որոնց մեծամասնությունը կանայք են, իրենք պաշտպան են։ Մի ուրիշ հետազոտություններ կար Կենտրոնական Ասիայի մի երկրում, անունը չեմ ճիշտ ժամանակ ուղղակի տարածաշրջանով ասում, ցույց էր տալիս, որ կին բժիշկները
ավելի մեծ սթրեսի մեջ էին դիլում, քան տղամարդ բժիշկները, ու սա ամենահամակարծած նա հետևանքով էր, որ տանը ինչքան խնդիրներ կար, նաև իրենց վրա էր թողնում կապակցությամբ, որ իրենք կին էին ու տանը խնամքը պետք է իրենք իրականացնեն։ Այս առումով ուզում էի հասկանալ, թե օրինակ դուք բուժաշխատողներին որպես առանձին պունկտ չենք վերցրել, որովհետև շատ են անդրադառնում բուժաշխատողներին այսպես թե այնպես, հա, նույն մեդիայում ռեպորտաժներ տարբեր իրենց մասին, Գոհարը նաև նշեց, որ հիմնադրամը ֆինանսավորում ունի տրամադրած այդ թեման հետազոտությունների, ու մենք կարծես այսպես, քանի որ շատ էր անդրադարձ կատարվում իրենց, մենք մի քիչ ավելի ուրիշ ոլորտների կանանց փորձեցինք այս անգամ անդրադառնալ, չէ, բուժաշխատողների իրավունքներին առանձին չենք, բայց դակրքիր էր ամեն դեպքում այդ վիճակագրությունում։ Հա, որպես հետազոտության։ Մի փոքրիկ մի բան եմ ուզում ավելացնել, իրականում մենք այս ոլորտները որ ընտրեցինք, նայենք ոչ միայն թե առողջության տեսանկյունից որ ոլորտներն են ավելի խոցելի, այլ հենց աշխատանքային իրավունքի տեսանկյունից որ ոլորտներն են ամենախոցելի եւ դուրս եկավ, որ այդ առողջապահության ոլորտում իրականում աշխատողները մնացել են եւ իրանց ծանրաբեռնվածություններ ավելի ավելացել, ու այդտեղ իրանց մոտ ամենաշատ այդ առողջության վրա ազդեցություն ունենալու ռիսկն է, բայց զբաղվածության տեսանկյունից ռիսկը բավականին փոքր է հենց առողջապահության ոլորտում։ Իսկ դրա իրականության համար որպես հասկանում են, այսինքն հազարդ կա, իրանք աշխատանքի ընթացքում չկան Այո, այդ կոմպենսացիան եղել է, բայց իրականում Արամն Դեսպանի մեջ նշեց պրեզենտացիայի մեջ, որ այդ փակ եւ կիսափակ հաստատություններում, երբ որ էականորեն փոխվել է աշխատանքային պայմանները, այդտեղ չնայած կոմպենսացիան եղել է իրականում, բայց խնդիրն է, որ այդ մարդիկ, ովքեր որ օրինակ սկսել են հերթափոխով աշխատել, իրենք նախորդ իրենց պրակտիկային սովոր չեն եղել այդ հերթափոխային աշխատանքի միակ ունեցել են օրինակ բան, հա, ցերեկային աշխատանք առավոտյան 9-ից մինչև ժամը 6-ը, սահմանված գրաֆիկով 1 ժամով ընդմիջման, բայց որ այդ համավարակի շղթան կոտրելու համար ստիպված են եղել 15 օր այդ հերթափոխան, չնայած վճարվել են դրա համար, բայց այդ էական փոփոխություն է եղել բանում մեջ։ Ես եմ մի հատ հարց տամ տուրիզմի հետ կապված հետազոտության ընթացքում ասացիք, որ տուրիզմը ինքը ևս կորուստներ ունեցել, ասենց ասած։ Տուրիզմը նայում եք ներքին տուրիզմը, թե արտաքին տուրիզմը, որովհետև լրատվականում շատ են խոսում, որ կորոնավիրուսի արդյունքում ներքին տուրիզմը լավ զարգացել է։ Այսինքն ստեղ որ տուրիզմի մասին է խոսքը։ Ոչ թե տուրիզմը, այլ այդ ոլորտում աշխատողները, այսինքն ավիակամպանիաներում աշխատողները, գիդերը, այդ սեգմենտը, հա, ավելի աշխատանքային, այսինքն չգիտեմ, սահմանները փակ էին ու մարդիկ հա ներքին տուրիզմը շատացել էր, բայց մարդիկ ինքնուրույն իրենց մեքենաներով գնում էին այդ տոմսը առնելու խնդիրը չկար, այսինքն այդ ավիաընկերությունների աշխատողների մասով, գիդերի մասով, այդ առումով ավելի շատ տուրիզմ։ Իսկ մարզերի ու Երևանի միջև ինչ-որ տարբերություն կա, օրինակ այդպես բան կար, որ ովքեր որ տարբեր երկրներում աշխատում են մայրաքաղաքներում ու իրանք մարզերից են, կորոնավիրուսի լոկդաունների հետևանքով հետ են գնացել մարզեր իրանք երկրների ու հետո որ լոկդաունների դուրս են եղել, հետ չեն եկել։ Նրանց ինչ-որ մի չէ, դրանց ինչ-որ խոսակցություն չէ, բայց նաև տուժած խմբերի մեջ առանձնացնում են այդ վարձակալությամբ ապրող մարդիկ, այսինքն ովքեր որ մայրաքաղաքում էին կամ ուրիշ խոշոր քաղաքներում եւ այդ խնդրին են բախվել, հա, որ հեռավոր աշխատանքի են անցել ու տունը ուղղակի հանձնել ինչ-որ ժամանակով թողել գնացել են իրենց գյուղ կամ քաղաք, այսինքն հետո հետ գալուցել այդ նորից վարձակալելու այդ խնդիրներին են բախվել, այդ իմաստով